Աշխարհի բաց աչքին Բաքուն չի ավարտել իր խաղը։ ՄԱԿ-ի բարձր հարթակում դարձյալ նույն երգն են երգում, դարձյալ նույն զեկույցը շրջանառում, թե իբր 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից վարձկաններ ու ահաբեկիչներ են կռվել իրենց դեմ։ Քաղաքական աշխարհի կենտրոնական կառույցում լավ գիտեն, ծանոթ են այս թղթի կտորին։ Ադրբեջանցիներն այն քարշ են տալիս դեռ 2020-ի նոյեմբերի 18-ից, պատերազմի ավարտից, նույնիսկ 10 օր չանցած։ Հետական քաղաքական փաստաթուղթ է զուրկ իրավական հիմքերից։ Մենք պետք է իմանայինք նոր անունների մասին, նոր դատապարտումների մասին եւ զարմանայինք, որ իսկապես անձիկ, ովքեր քաղաքացի հետ չեն եղել, բարձում է հավաքագրված են եղել Հայաստանի իշխանությունների, ոչ չկա նման փաստ։ Միջազգային իրավունքի մասնագետն այստեղ հիշեցնում է լիբանանահայ Վիգեն Էուջեկչյանի գործը։ Վիգենին ադրբեջանցիները գերեվարել էին եռակողմ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը, նոյեմբերի 10-ին Շուշիում։ Նրան տարել էին Բաքու եւ Շինծու ապացույցներով դատապարտել 20 տարվա ազատազրկման, հենց վարձկան գործունեության եւ ահաբեկչության մեղադրանքներով։ Վարձկանությունը չապացուցվեց ոչ թե դատավարության ընթացքում, այլ օբյեկտիվորեն, որովհետև Վիգենը Հայաստանի քաղաքացի է։ Իսկ այդ հանգամանքը արդեն իսկ բացառում է վարձկանությունը։ Մենք գործ ունենք կեղծված ապացույցներով դատական գործերի հետ, այլ անձինք։ Ուղղակի նա անուններ չի շրջանառում գումարի համար, որ կռվել է Հայաստանի համար, չկա այդպիսի փաստ։ Մյուս կողմից Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները հիմա նույնը չեն, ինչ 2020-ին, 21-ին, 22-ին ու 23-ին։ Ի տարբերություն այդ տարեթվերի Երևանն ու Բաքուն Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վկայությամբ նախաստորագրված խաղաղության պայմանագիր արդեն ունեն։ Առայժմ միակողմանի Ադրբեջանից Հայաստան առևտուր։ Ավելին, Երևանն ամենաբարձր մակարդակով իսկ խոստացել է Բաքվի դեմ միջազգային իրավական բոլոր հայցերը հետ կանչել։ Ինչու ադրբեջանական կողմն այդպես էլ չի կարողանում քաղաքական մի թղթի հրաժարվել, այն հետ կանչել ու մոռանալ դրա մասին, թեկուզ հանուն հաստատված խաղաղության, ինչպես ձևակերպում են եւ պնդում, թե իբր իրենց ջանքերի արդյունքն է։ Առաջին հերթին ստեղծել հայելանման իրավիճակ, այսինքն մենք գիտենք, որ իրենք են լայնորեն օգտագործել, բայց լավագույն եղանակը քողարկելու հանցագործությունը դիմացինին մեղադրել այն հանցանքի համար, որ հենց Ադրբեջանն է։ Ի տարբերություն Բաքվի, սակայն Հայաստանը միջազգային հանրության հետ փաստերով է խոսել։ Առաջին իսկ պահից ապացուցել, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը սիրիացի վարձկան ահաբեկիչների են ներգրավել, $2000 աշխատավարձ լրացուցիչ $100 էլ յուրաքանչյուր հայի գլխի համար խոստանալով։ Իդեպ նրանցից երկուսը, որ մեր երկրում ցմահ ազատազրկման էին դատապարտվել, հետ Սիրիա Հայաստանի կողմից հանձնվեցին միայն այս տարեսկզբին, Բաքվից 4 հայգերու ազատ արձակման դիմաց։ Հիմնական նպատակը դա կոչկելն է այդ իրենց իսկ հանցագործները, որոնք միջազգային հանցագործություն են, ասենք մարդկանցության դեմ ուղղված հանցագործություն, Արցախի տեղահանումը, եւ երկրորդը արդեն նաեւ Հայաստանի նկատմամբ ունենալ քաղաքական ճնշման գործի։ Ադրբեջանը խաղաղության մասին խոսում է ներկա ժամանակով, բայց պատերազմի լեզուն շարունակում է պահել քաղաքական արխիվներում։ Եվ քանի դեռ Բաքուն միջազգային հարթակներում չի հրաժարվում վաղուց մաշված ու սին մեղադրանքներից, մասնագետներն ասում են, ոչ միայն դժվար, այլև անհնար է հավատալը, որ անցյալի էջը շրջելու ադրբեջանական հայտարարությունները միայն դիվանագիտական ձևակերպումներ չեն։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տաշիրում ջերմ են ընդունում ուժեղ Հայաստանին քաղաքի մարդաշատ հրապարակը միաձայն վանկարկում է, աջակցում փոփոխությանը։ Հայրենի քաղաքում հայրենի բարբառով ընտրապայքարում քաղաքական թիմի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարում է, հենց Տաշիրից է սկսվելու փոփոխությունը։ Իդա պայքարն մեր հայրենիքի համարը, մեր Հայաստանի համարը, մեր Հայաստանի ժողովուրդն քասիբության մեջը կաբրի, մեր Հայաստանի տղեկն, ջահել տղեկն, երկիր թողին կերտան, մենք բդի բամը փոխինք իդա երկրում, իդա քասիբությունն մզի չսազը, մենք բդի նորմալ երկիր սարքինք իրար հետ։ Ուժեղ Հայաստան դաշինքը քաղաքացուն առաջարկում է հավասարություն ու իրական խաղաղություն։ Քաղաքական այս ուժը նաև խոստանում է հունիսի 7-ից հետո կջնջվեն բոլոր այն բաժանարար գծերը, որոնք պառակտել են մեր հասարակությանը։ Մեր կողն, մեր հաստ կողն օգնեց սաղ Հայաստանին պաշտպանել Էջմիածինն։ Մեր հաստ կողն, ձեր հաստ կողն օգնեց սաղ Հայաստանին ցույց տալ, որ իդոնք կերտան թուրքի տակը պարգին, բայց մենք ուդա մարդ կա,
Օրճպարգի Հանուն մեր երկրի ապահով ապագայի խաղաղ առավոտների ու գիշերների ուժեղ Հայաստանը իր ձեռքն առնելով երկրի կառավարման ղեկը Նարեկ Կարապետյանն ասում է կաշխատի օր ու գիշեր։ Սյունիքի Վայոց ձորի մարզերում իրենց համախոհների հետ հանդիպման ժամանակ Հայաստան դաշինքի անդամները խոսել են արտաքին քաղաքականության մասին եւ ներկայացրել, ինչ պետք է հետապնդի յուրաքանչյուր երկիր արտաքին քաղաքականությունում։ Ըստ դաշինքի անդամների առաջին հերթին պետք է սպասարկի պետության շահերը։ Դաշինքը համարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը հիմնված միջազգային գործոն երաշխիքների եւ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի պարտադիր դուրսբերման վրա։ Երկրի անվտանգությունը ամրացնելու համար Հայաստանը պետք է ձեռք բերի դաշնակիցներ ու բարեկամներ։ Այն ըստ Հայաստան դաշինքի անդամների արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկն է։ Հայաստան դաշինքը խոստանում է ապահովել երկրի անվտանգությունը, եթե քաղաքացիները ճիշտ ընտրություն կատարեն հունիսի 7-ին։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա ընտրության, գնա տեղամաս, ինքը իր քվեով որոշի իր ճակատագիրը, ձևավորի իշխանություն, դրա հետ հաշվի են նստելու բոլորը։ Թրամփն էլ, Պուտինն էլ, Ալիևն էլ, Էրդողանն էլ, դուք եք որոշում ձեր ճակատագիրը։ Երբ դուք որոնում եք հյուրանոց, թռիչք կամ որևէ ապրանք, Google-ն առաջին հերթին ձեզ է մատուցում իր սեփական ծառայությունները, օրինակ Google Flights կամ Google Shopping, դրանով իսկ հետին պլան մղելով մրցակիցներին։ Բրյուսելը սա համարում է սեփական դիրքի չարաշահում ու Google-ը կանգնած է նոր ֆինանսական հարվածի առաջ։ Եվրահանձնաժողովը մշակել է որոշման վերջնական նախագիծը, որով Alphabet Holding-ի մեջ մտնող ընկերությունը կտուգանվի 100-ավոր միլիոն եվրոյով։ Պատճառը թվային շուկաների մասին նոր օրենքի DMA-ի հնարավոր խախտումն է։ Թվային շուկաների մասին օրենքը ստեղծվել է մեկ նպատակով՝ բացել թվային աշխարհի դռները փոքր եւ միջին բիզնեսի համար։ Ոչ մի ընկերություն, որքան էլ հզոր կամ անփոխարինելի թվա, իրավունք չունի կանոններ թելադրել եւ ձևավորել որոնման արդյունքները այնպես, որ հաղթի միայն ինքը։ Սպառողը պետք է ունենա իրական ընտրության իրավունք։ Google-ի արձագանքը սակայն ցույց է տալիս, որ ընկերությունում բոլորովին այլ դիրքորոշում ունեն։ Չնայած տարաձայնությունները հարթելու եւ Եվրահանձնաժողովի հետ բանակցելու պատրաստակամությանը, ընկերության արձագանքը բավականին կոշտ է։ Google-ի համոզմամբ Եվրամիության նոր սահմանափակումները տեխնիկապես թույլատնում են որոնողական համակարգի հնարավորությունները։ Օրենքի պահանջներին համապատասխանելու համար մեր կատարած փոփոխությունները հանգեցրել են որոնողական համակարգի որակի պատմական վատթարացմանը։ Մեր դեմ բողոքներ ներկայացրած անձանց շահադիտական քայլերի պատճառով եվրոպացի օգտատերերն այսօր ստիպված են օգտվել ըստ էության երկրորդ կարգի ծառայությունից։ Փորձագետները նշում են, որ սա սովորական տուգանք չէ, սա նախադեպ է։ Եթե Google-ը զիջի, ապա ստիպված կլինի վերափոխել իր ալգորիթմները ողջ Եվրոպայում, իսկ դա նշանակում է, որ տեղական տուրիստական հարթակները, ստարտափներն ու օնլայն առևտրի կայքերը վերջապես հավասար մրցակցության հնարավորություն կստանան։ Բրյուսելն այլևս մտադիր չէ հանդուրժել տեխնոլոգիական հսկաների մենաշնորհը, նույնիսկ եթե դա հանգեցնի ընկերությունների կողմից սպասարկման որակի ժամանակավոր վատթարացման։ Եթե Եվրահանձնաժողովին հաջողվի ստիպել Google-ին փոխել որոնման ալգորիթմները, ահազանգ կլինի նաև Apple-ի, Amazon-ի եւ Meta-ի համար։ Արդեն երկար ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերը դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Շատերը օրը սկսում են եւ ավարտում են հեռախոսի էկրանի դիմաց, հաճախ անգամ չնկատելով, թե որքան ժամանակ են անցկացնում վիրտուալ միջավայրում։ Միջազգային հետազոտողների համաձայն միջին օգտատերը օրական ավելի քան 2 ժամ է անցկացնում սոցցանցերում, ինչը հանրագումարում տարիների ընթացքում վերածվում է մարդկային կյանքի զգալի հատվածի։ Մասնագետների կարծիքով խնդիրն ամենևին էլ միայն ժամանակի կորուստը չէ։ Սոցցանցերը ժամանակի ընթացքում փոխում են օգտատերերի ուշադրությունը։ Սոցիալական ցանցը կարծես այդ ինֆորմատիվ դաշտի բազմազանությամբ հնարավորություն է տալիս ստեղծել այնպիսի մի դաշտ, որտեղ մարդու պահանջմունքային հենքը կարող է փոփոխության արագ ենթարկվել։ Հոգեբանների դիտարկմամբ սոցիալական ցանցերը կառուցված են այնպես, որ մարդը մշտապես ցանկանա վերադառնալ դրանց։ Անընդհատ թարմացվող բովանդակությունը, նոր տեղեկությունների հոսքն ու ոչինչ բաց չթողնելու փափագը,
ի սկզբանե նախատեսվածից շատ ավելի երկար են մարդկանց պահում էկրանների դիմաց։ Մասնագետները նշում են, տեղեկատվական գերհագեցվածությունը ժամանակի ընթացքում կարող է բերել նաև հուզական այրման։ Երբ որ ինֆորմատիվ դաշտը շատ է եւ օրինակ թեկուզ կամ բացասական ինֆորմացիա շատ լինի սոցիալական ցանցերում, երբ որ անընդհատ թերթում է եւ անընդհատ բացասական ինֆորմացիա է, կարծես գալիս է մի պահ, որ այլևս դրսից արտող որոշակի գործոնները ոնց որ կարող են մարդուն չհետաքրքրել։ Ըստ մասնագետների բացասական ազդեցություններից ամենամեծը մարդու ուշադրության կենտրոնացման հետ է կապվում։ Կարճ տեսանյութերի եւ արագ փոփոխվող նյութերի պայմաններում ուղեղը սովորում է վայրկյանական հաճույքի, ինչի հետևանքով դժվարանում է երկար ժամանակ կենտրոնանալ մեկ գործունեության վրա։ Մարդը սովորում է վայրկյանական հաճույքին եւ շատ արագ անցնելուն, ինչ որ մի բան հաճույք բավարարելու նպատակով կամ ինչ որ մի ինֆորմացիա կլանելու նպատակով դրանից դժում է ուշադրության կենտրոնացումը։ Հոգեբանները նաև նկատում են վիրտուալ ակտիվությունը հաճախ ուղեկցվում է իրական շփումների նվազումով։ Առավել խոցելի խմբում երեխաներն ու դեռահասներն են, որոնք ավելի հեշտությամբ են հայտնվում սոցցանցերի ազդեցության տակ։ Սոցիալական ցանցերում մարդիկ փորձում են բավարարել հաղորդակցության, ճանաչված լինելու եւ ինքնադրսևորման պահանջները, ինչը սակայն երբեմն հանգեցնում է մեկուսացման եւ ինքնագնահատականի հետ կապված խնդիրների։ Բուհերի ընդունելության հայտագրման երկրորդ փուլի ամփոփ պատկերով դիմորդների հետաքրքրությունները շարունակում են կենտրոնանալ ավանդաբար հեղինակավոր բուհերի եւ բարձր վարձատրվող մասնագիտությունների ուղղությամբ։ Միաժամանակ կրթական ասպարեզ են եկել նաեւ նոր մասնագիտություններ, օրինակ միջավայրի դիզայն մասնագիտությունը։ Փորձագետները սակապում են երկրում ակտիվորեն զարգացող շինարարական աշխատանքների հետ։ Ամենապահանջված մասնագիտացումների եռյակը կրկին գլխավորում են բժշկական եւ իրավաբանական ուղղությունները։ 22 բուհ, 53 մասնագիտություն ունի ընդամենը 1 դիմորդ։ Ընդհանուր 31 բուհի 119 մասնագետներ ընդհանրապես չհայտագրված դիմորդներ։ Ունենք նաև երրորդ բուհ, չի բացառում, որ այս մասնագետները նորից դիմողներ լինեն։ Մինչև որոշ մասնագիտություններում հետաքրքրությունը գնալով մեծանում է, ինչպես օրինակ դիզայներական կամ ծրագրավորական մասնագիտացումներն են, մյուսներում, հատկապես գյուղատնտեսական ուղղություններում պատկերը լրիվ հակառակն է։ Agrarային ոլորտի մասնագիտությունները շարունակում են քիչ պահանջված մնալ, չնայած մասնագետների համոզմամբ մի քանի ոլորտներում ապագայում երկիրը կարող է բախվել շատ լուրջ կադրային խնդիրների։ Պետությունը նա պիտի ուսումնասիրի, թե որ մասնագիտություններն են, որ արդիական են լինելու սրանից 4-6 տարի հետո, որպեսզի այդ շրջանավարտները հետո կարողանան օգտագործվել պետության կողմից որպես մասնագետներ այդ բնագավառներում։ Եթե կրթական քաղաքականությունը ձևավորվի ոչ թե աշխատաշուկայի ուսումնասիրությունների, այլ ձևավորված պատկերացումների հիման վրա, ըստ փորձագետների Հայաստանը կունենա մի իրավիճակ, երբ որոշ ոլորտներում գործատուները ստիպված կլինեն խոշորացույցով աշխատակիցներ գտնել այդ բնագավառներում։ Պետական պատվեր լավ սովորած ավարտողների համար դեռևս չունեն։ Պատվեր, որ մարդիկ ավարտելուց հետո կարողանան պետության համար աշխատողներ դառնալ։ Պետք է պլանային մոտեցումը մեր ուղեղներից դուրս գա։ Պետք է բուհերը ինքնուրույն որոշեն, թե ում դարձնել իրենց ուսանողը։ Ընդունելության գործընթացը դեռ ավարտված չէ, բայց արդեն տեսանելի է, որ երիտասարդների մասնագիտական ընտրությունները շարունակում են ձևավորել ոչ միայն անձնական հետաքրքրություններով, այլ նաև հասարակական սպասումներով եւ բուհերի հեղինակությամբ։ Իսկ թե այսօրվա պահանջված մասնագիտություններից որոնք իսկապես պահանջված կմնան տարիներ անց, մասնագետների դիտարկմամբ կախված կլինի տնտեսության զարգացման ուղղություններից։